Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել ու լսել մեր անչափ հուզիչ պատմությունը։ Հուսով ենք պատմության վերջում կթողնեք ձեր կարծիքը մեկնաբանություններ բաժնում։ Միջնակարգ դպրոցի մի դասարանում սովորում էր մի մեղմ բնավորությամբ տղա՝ Նարեկը։ Նա դասարանում հաճախ նստում էր վերջին նստարանին, լուռ էր ու երբեք չէր խառնվում ուրիշների զրույցներին։ Նրա շորերը միշտ հին ու մաշված էին, կոշիկները մաշված, բայց մաքուր։ Դասընկերներից ոմանք երբեմն ծիծաղում էին նրա տեսքի վրա, բայց նա երբեք ոչ մեկին չէր մեղադրում ու չէր բողոքում, նույնիսկ չէր արձագանքում։ Մի օր ուսուցչուհին, ով նոր էր փոխարինել հին դասատուին, դասի ժամանակ նկատեց Նարեկին ու նրա հագուստը։ Նա կանգ առավ, նայեց տղային ու հարցրեց խիստ ձայնով. «Դու ինչու ես միշտ այս տեսքով գալիս դպրոց, չես մտածում ինչպես ես երևում մյուսների աչքին»։ Դասարանը լռեց։ Մի քանիսը թաքուն ժպտացին, ոմանք իջեցրին հայացքները։ Նարեկը պարզապես նայեց ուսուցչուհուն ու մեղմ ասաց. «Շորերը ես չեմ ընտրել, ուսուցչուհի, մայրս կարում է ամեն ինչ, այն, ինչ գտնում է»։ Ուսուցչուհին քմծիծաղ տվեց ու շարունակեց դասը, կարծես ոչինչ էլ չէր եղել։ Բայց հաջորդ օրը, երբ նա դպրոց եկավ, տնօրենը նրան կանչեց իր գրասենյակ։ Պարզվեց Նարեկի այդ նույն պատասխանն այդ օրը ձայնագրվել էր մեկ այլ աշակերտի կողմից, ով տեսանյութը տարածել էր սոցիալական ցանցերում։ Տեսանյութը տարածվել էր ամենուր։ Մարդիկ գրում էին հազարավոր մեկնաբանություններ դատապարտելով ուսուցչուհու պահվածքը, նրանցից շատերը սկսեցին հետաքրքրվել ով է Նարեկը, որտեղ է ապրում, ոմանք հայտնեցին օգնության պատրաստակամություն։ Մի քանի օր անց Նարեկի տունն այցելեցին լրագրողները։ Նրանք պարզեցին, որ Նարեկն ապրում էր մոր ու փոքրիկ քրոջ հետ մի հին տնակում։ Հայրը զոհվել էր պատերազմում։ Մայրը կարի մեքենայով կարում էր ուրիշների հագուստը երեխաներին պահելու համար։ Ու նա հիվանդ էր։ Հազիվ հասցնում էր երեխաներին կերակրել։ Այդ օրվանից ամեն ինչ փոխվեց նրանց կյանքում։ Մի հասարակ նախաձեռնություն սկսեց գումար հավաքել Նարեկի ընտանիքի համար։ Մի հայտնի բարեգործ կազմակերպություն վերանորոգեց նրանց տունը։ Նարեկին հատկացրին կրթաթոշակ, իսկ մորը կարի նոր սարքավորումներ ու շատ պատվերներ։ Ուսուցչուհուն աշխատանքից հեռացրին, սակայն Նարեկը խնդրեց, որ նրան ներեն։ Նա ասաց. «Ես չեմ ուզում, որ նա գործից զրկվի։ Գուցե նա պարզապես չգիտեր ինչ է անցնում իմ կյանքում։ Միգուցե հիմա նա սովորել է երբեք չդատել մարդկանց ըստ արտաքինի»։ Նարեկի պատմությունը տարածվեց նաև լրատվամիջոցներով, նույնիսկ հեռուստատեսությամբ։ Մի հեռուստալիք նրան հրավիրեց հատուկ հաղորդման, որտեղ նա խոսեց ոչ միայն իր դժվարությունների, այլև երազանքների մասին։ Նա ասաց, որ ուզում է դառնալ բժիշկ, որպեսզի օգնություն ցուցաբերի այն մարդկանց, ովքեր ապրում են նույն դժվարություններով, ինչ իր ընտանիքը։ «Երբ մայրս հիվանդ էր, մենք փող չունեինք նույնիսկ դեղի համար», պատմել է Նարեկը։ «Այդ ժամանակ մտածեցի, եթե բժիշկ լինեի, կարող էի օգնել նրան։ Հիմա ուզում եմ դառնալ բժիշկ, որ ուրիշ երեխաներ իրենց մայրերին չկորցնեն»։ Նրա խոսքերը հուզեցին շատ մարդկանց։ Բժշկական համալսարանը հայտարարեց, որ Նարեկին տրամադրելու է անվճար ուսում, եթե նա շարունակի այս նույն նվիրումով սովորել։ Մեկ ուրիշ բարերար հոգաց նրա դպրոցի բոլոր ծախսերը մինչև ավարտական դասարան։ Նույն դասարանի աշակերտները, որոնք երբեմն ծաղրում էին Նարեկին, սկսեցին վերանայել իրենց վերաբերմունքը։ Նրանք խոստովանեցին, որ երբեք չէին հասկացել, ինչ դժվարությունների մեջ է ապրում նա, ու հիմա ամաչում էին իրենց վարքից։ Իսկ ուսուցչուհին, ով սկզբում ծաղրել էր Նարեկին, խոսեց։ Նա իջեցրեց գլուխը և ասաց ուղիղ եթերում. «Ես սխալվեցի։ Իմ ամբարտավանությունը ստիպեց ինձ դատել երեխային առանց ճանաչելու նրան։ Այդ օրը Նարեկն ինձ դաս տվեց, իրական կյանքի դաս»։ Նարեկը ներեց ուսուցչուհուն։ Նրա աչքերում ոչ թե ատելություն կար, այլ հասունություն, ավելի մեծ, քան իր տարիքին կհամապատասխաներ։ Այդ պահից նա դարձավ ոգեշնչում շատերի համար։ Ժամանակ անց Նարեկի մայրը սկսեց աշխատել իր փոքրիկ արվեստանոցում, իսկ Նարեկն ընտրվեց որպես դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ։ Նա առաջարկեց դպրոցում սկսել բարության շաբաթ նախագիծ՝ օգնելու այն երեխաներին, ովքեր ունեն հագուստի կամ սննդի կարիք։ Իսկ երբ նրան հարցրին ինչն է ամենից շատ փոխել իր կյանքը, Նարեկը ժպտաց ու պատասխանեց. «Ոչ թե գումարները կամ օգնությունը,
այլ այն, որ մարդիկ սկսեցին տեսնել, իսկ ոչ թե դատել։ Նարեկի հեռուստատեսությամբ ցուցադրված պատմությունից հետո ամեն ինչ փոխվեց ոչ միայն նրա, այլև նրա ընտանիքի համար։ Բայց Նարեկի կյանքի ամենաանսպասելի ու ճակատագրական շրջադարձը դեռ առջևում էր։ Մի օր երեկոյան, երբ Նարեկը մորը օգնում էր ընթրիքի պատրաստման հարցում, հանկարծ դուռը թակեցին։ Նրանց տնակի դուռը հազվադեպ էր հյուրերի համար բացվում, մանավանդ ուշ ժամին։ Երբ մայրը բացեց դուռը, տեսավ մի կոստյումով տղամարդ, որի հետևում կանգնած էր վարորդը սև մեքենայի մոտ։ Տղամարդը ներողություն խնդրեց ու ասաց. «Կներեք անհանգստացնելու համար, իմ անունը Արամ Ասլանյան է, ես Նարեկին եմ փնտրում»։ Նարեկը զարմանքով մոտեցավ, տղամարդը նայեց նրան, ապա նրա մորն ու հանկարծ ձայնը դողալով շարունակեց. «Ձեր ամուսինն էր Արմենը, նա ինձ կյանք էր պարգևել պատերազմի դաշտում»։ Մի պահ լռություն իջավ, Նարեկի մայրը լուռ սեղմեց շուրթերը, ասվածի մեջ ինչ-որ խորն ու կորսված հիշողություն վեր հանվեց։ «Ես չգիտեի, թե որտեղ փնտրել նրան։ Մենք պատերազմի ժամանակ կողք կողքի էինք։ Մի օր, երբ իմ ստորաբաժանումը շրջափակման մեջ էր ու մեզ վրա հարձակվում էին, նա առանց վար անելու եկավ օգնության։ Իր կյանքը վտանգեց, որ փրկի իմը։ Բայց հետո լսեցի, նա չի վերադարձել։ Ու երբ տեսա Նարեկին հեռուստատեսությամբ, միանգամից ճանաչեցի աչքերը։ Նույն աչքերն ուներ Արմենը»։ Նարեկը կանգնել էր քարացած։ Երբ մայրը հաստատեց, որ իր ամուսինը Նարեկի հայրը իսկապես զոհվել էր պատերազմի ժամանակ, Արամ Ասլանյանը չկարողացավ զսպել արցունքները։ «Ես երազել եմ այն օրվա մասին, երբ կկարողանամ մի բան վերադարձնել նրա ընտանիքին։ Ու հիմա ես եկել եմ ձեր կյանքը փոխելու»։ Նարեկի ընտանիքը տեղափոխվեց մեծ ու շքեղ բնակարան։ Մայրիկն աշխատանքի ընդունվեց նրա հիմնադրած կենտրոնում, իսկ Նարեկը ընդունվեց ամենահեղինակավոր մասնավոր դպրոցներից մեկը։ Բայց այս ամենից առավել Արամը սկսեց նրան վերաբերվել ինչպես հարազատ որդուն։ Նրանք հաճախ էին միասին ընթրում, զրուցում։ Մի անգամ Նարեկն ասաց նրան. «Չեմ ուզում, որ ինձ օգնեք, որովհետև իմ հայրը փրկել է ձեր կյանքը։ Ես ուզում եմ դառնալ մեկը, որին կօգնեն իր արժեքի, ոչ թե խղճահարության համար»։ Արամը ժպտաց, դրեց ձեռքը նրա ուսին ու պատասխանեց. «Իսկ հենց այդ պատճառով էլ եմ ուզում քեզ օգնել, որովհետև տեսնում եմ քո ներսի լույսը, քո ազնվությունն ու հոգու մեծությունը։ Քո հայրը փրկեց իմ մարմինը, իսկ դու փրկում ես իմ հոգին»։ Նարեկը մեծացավ ոչ միայն նյութական, այլև հոգևոր հարստության մեջ։ Նրա պատմությունը դարձավ դաս, թե ինչի կարող է հանգեցնել մեկ զոհաբերություն, մեկ սեր, մեկ ճիշտ արարք։ Իսկ մի օր, երբ Նարեկն արդեն ուսանող էր բժշկականում, նա գնաց հուշարձանի մոտ, որտեղ փորագրված էր իր հոր անունը և շշնջաց. «Պապ, քո կյանքը չէր կորսվել, դու ապրեցիր ինձնով»։ Ու քամին փչեց մեղմությամբ, կարծես հայրական ձեռքը շոյեց նրա մազերը։